Բաքվի Սլավոնական համալսարանում նախատեսում են հայոց լեզվի ուսուցման դասընթաց ներդնել, ԲՈՒՀ-ի գիտական խորհուրդն է որոշել։ Համալսարանում սակայն գործում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի գիտահետազոտական կենտրոնը, իսկ համալսարանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող թեզերի տարածման գործում։ Սա Ադրբեջանում հայրենի ուսուցման առաջին ծրագիրը չէ։ Լեզուն դասավանդում են նաև Բաքվի պետական համալսարանում եւ Ադրբեջանի լեզուների համալսարանում։ Այս համատեքստում հայերենի ուսուցումը մասնագետները դիտարկում են նաև Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակում։ Տարիներ շարունակ ուսումնասիրում են, մասնագետներ էլ կան, որոնք Հայաստանի նախկին բնակիչներ են եղել, Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիներն այնտեղ երազ են ասում։ Իրանք այնտեղ մասնագիտացած դասավանդում են։ Հայոց լեզվի ուսումնասիրությունը Ադրբեջանում վաղուց դուրս է միայն լեզվաբանական հետաքրքրության շրջանակից, նշում են փորձագետները։ Հայրենին տիրապետող մասնագետները ներգրավվել են տարբեր պետական, կրթական եւ այլ կառույցներում, ուսումնասիրելով նաև Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքը։ Մասնագետները հիշեցնում են, որ այդ գիտելիքները ակտիվորեն կիրառել են եւ կիրառում են ռազմական նպատակներով։ Պրոցեսը շարունակվում է Ադրբեջանում, միգուցե նոր շեշտադրումներ են ավելացել, բայց այն, որ Ադրբեջանի ագրեսիվ նպատակները Հայաստանի հանդեպ չեն դադարել, այդ թվում եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, Զանգեզուրի միջանցքի տեսլական եւ այլն, ենթադրում եմ, որ այս ամենում կրկին հակահայկական, հակահայաստանյան շեշտադրումները ունենալու են կարևոր դեր կրթական գործընթացներում։ Փորձագետներն արձանագրում են, ադրբեջանական կողմը երբեմն Հայաստանն ու հայաստանյան հասարակությունն ավելի լավ է ուսումնասիրում, քան մենք ինքներս։ Նրանց գնահատմամբ նպատակը Հայաստանի ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտելն ու հետագայում դրանք թիրախավորելն է։ Իրենց համար Հայաստանի հետ կապված ամեն ինչ չափազանց կարևոր է։ Բաքվի Սլավոնական համալսարանը հետ չմնալով Ադրբեջանի մյուս համալսարաններից, այդ թվում Ադրբեջանի պետական համալսարանից տարբեր միջոցառումներ է կազմակերպում, որտեղ հստակ զավթողական ծրագրերն են առաջ մղվում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանում եւս թշնամական երկրին վերաբերող դասընթացներ ուսուցանվում են, սակայն մասնագետները տարբերություն են տեսնում նպատակների, ծավալների եւ պետական ներգրավվածության միջև։ Բաքվի Սլավոնական համալսարանում հայերենի հնարավոր դասավանդումը փորձագետները գնահատում են ոչ թե որպես ինքնին դրական կրթական նախաձեռնություն, այլ նաև քաղաքական եւ գաղափարական միջավայրի համատեքստում, որում այն իրականացվելու է։ Նրանց դիտարկմամբ առանց ԲՈՒՀ-ի հակահայկական ծրագրերն ու հեռատորաբանությունը փոխելու նոր դասընթացից դրական ակնկալիքներ ունենալու հիմքեր չկան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։